Պարոն Ալեքսանյան, տեսեք, շարունակվում է հանրության կողմից մնալ օրակարգային հարց, իշխանության նախաձեռնած, նաև ընդդիմադիրների կողմից բնորոշված հակաեկեղեցական արշավը, սա մինչև երբ է շարունակվելու, որն է վերջնակետը։ Նախ եկեք ճիշտ հասկանանք մի հատ, հակաեկեղեցական բնութագիրը ով է տվել ու ինչի համար է տվել։ Տվել է օրինակ կոնկրետ 2 եկեղեցականի, 3 եկեղեցականի նկատմամբ կոշտ խոսույթի համար, այսինքն Կտրիչ Ներսիսյանի, չգիտեմ, Արշակ Խաչատրյանի եւ ենթադրենք էլի 1-2-ի նկատմամբ կոշտ, տեղ նաեւ սահմաններն անցնող, այո, այդ ամեն ինչը ընդունենք, այդ խոսույթի համար է տրվել այդ որակումը։ Այս պահին հենց այսօր, հենց երեք Վայոց Ձորի թեմի առաջնորդը Մասյացոտն թեմի առաջնորդը երկուսն էլ ավելի շատ ավելի սուր բառապաշարով, շատ ավելի շատ սահմանների անցումով քննադատվում, պիտակավորվում ու վիրավորանքի են արժանանում կոնկրետ ընդդիմադիր շրջանակների կողմից։ Հիմա խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ինձ բացատրեք, ինչի է մի դեպքում նմանատիպ, նույնիսկ շատ ավելի մեղմ գործելակերպը ու խոսույթը անվանվում հակաեկեղեցական, իսկ այս դեպքում դա չի անվանվում հակաեկեղեցական շարժում։ Եթե այս ձևակերպումը տաք, ես կհասկանամ։ Օրինակ որն է այդ չափորոշիչը, պարտադիր պետք է այդ եկեղեցականներից մեկի եղբայրը ըստ մամուլի առնչություն ունենա KGB-ի հետ, որպեսզի նրա նկատմամբ կոշտ խոսույթը անվանվի հակաեկեղեցական, թե չէ։ Այս ձևակերպումը իշխանությունն է սկսել։ Ինչ կապ ունի։ Չէ, նախ իշխանությունը չի սկսել, հազար ներողություն, բայց Արշակ Խաչատրյանի հետ եկեք ես չբնութագրեմ, թե ինչ տեսակի խոսույթը իշխանությունը չի սկսել։ Արշակ Խաչատրյանը, երբ որ դաշնակցության միտինգներին էր գնում, դաշնակցության ակցիաներին էր գնում, նրա բառապաշարը ես վստահ եմ դուք ինքներդ եք լսել։ Ու դրան նախորդած ոչ մի նմանատիպ դրան մոտիկ նույնիսկ խոսույթ դուք լսած չեք լինի ոչ իր նկատմամբ, ոչ Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ։ Բայց կաթողիկոսը որևէ բան չի ասել։ Իր հանդեպ վերաբերվում Չէ, կներեք, այն մարդիկ, թե Արշակ Խաչատրյանը, թե Վազգեն Գալստանյանը այժմ ազատազրկման մեջ գտնվող, բազմից նշել են, որ իրենք ինչ անում են Կտրիչ Ներսիսյանի օրհնությամբ եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը հենց այդտեղ է։ Պարոն Ալեքսանյան, դուք ասում եք հակաեկեղեցական չէ, տեսեք։ Չէ, չեմ ասում հակաեկեղեցականը, ես ասում եմ, եթե դա անվանվում է հակաեկեղեցական, ապա առնվազն իրեն հարգող, իր խոսքի արժեքը իմացող, իրեն adekvat համարող մարդը կասի նույնատիպ որակավորում կտա նաև ընդդիմության կողմից 2 թեմի առաջնորդներին գործող սրբազաններին տված նմանատիպ ավելի վատ, ավելի ծանր վիրավորանքներին ու մեղադրանքներին։ Ձեր արած ինչու է համարվում հակաեկեղեցական, որովհետև տեսեք քանի թեմերի հոգևոր սպասավորներն եք դուք կանոնավորել։ Շիրակ, Ինչի համար կներեք, այսինքն ներողություն, իսկ ինչի է ցուցակում Նաիրի Հունանյանին օրինակ չեք մեջ բերում, ասեք օրինակ այ դուք Նաիրի Հունանյանին էլ եք կալանավոր։ Նույնն եք համարում Չէ, կներեք, ես առնվազն մեղադրանքը համարում եմ նմանատիպ, որտեվ մի դեպքում տերորիզմը տեղի Դատարաններում ըստ էության որոշակի Չէ, մի վարքյան փլվում են այդ դատական Ընդհանրապես չեն փլվում, այլ հակառակը գնալով ամրապնդվում են այդ մեղադրանքները ու դառնում են ուղղակի անհերքելի։ Բացարձակապես անհերքելի են դառնում այդ մեղադրանքները ու իմ համար առնվազն որպես կողքից նայող ակնհայտ է, որ դրանք չփլվող մեղադրանքներ են, բայց վերադառնալով ձեր հարցին, այսինքն ըստ ձեզ ենթադրենք հիմա կամայական մեկը, ով ունի հոգևորականի կարգավիճակ, տերորիզմ իրականացնի, օրինակ մտնի ազգային ժողով ու գնդակահարի խմբակցություններից մեկին, նրան պետքա ձերբակալել, թե չէ։ Նրան ձերբակալ առնվազն դրան մոտիկ տերորիզմի մեջ մեղադրանք կա առաջադրված, որը ապացուցվում է, գերապացուցվում է բոլոր ձայնագրություններով եւ փաստական հիմքերով։ Պարոն Ալեքսանյան, ով իրավունք ունի կարգալույց անել քահանային։ Վերանանք ձեր նկատի ունեմ իշխանության վերաբերմունքը կաթողիկոսի անձի վերաբերյալ։ Ըստ էության եկեղեցական օրենքով կաթողիկոսը։ Չէ, կաթողիկոսը չի նախ,
կոնկրետ եթե չեմ սխալվում կա հանձնախումբ, կարող է ձևակերպումները բան տամ, տենց, բայց սրան զուգահեռ կան նաև դեպքեր, երբ որ փաստի բերումով մարդը ավտոմատ համարվում է կարգալույց եղած։ Օրինակ եթե վաղը, օրինակ եթե եղած է, եւ դա չէ, նման բան չկա։ Ոնց չկա, դուք հիմա չեք ուզում ընդունել այն ինչը որ կա։ Հարգելի գործընկերներ, ոչ, Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը, ով գործադիր իշխանության ղեկավարն է, հարցը տվեցիք պատասխանեմ, դե ավարտեք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանալով գործադիր իշխանության ղեկավար հեռացնի աշխատանքից X նախարարի, հաջորդ օրը նա այդ նույն նախարարը գա աշխատասենյակ, ասի չէ որ չէ, ես եմ նախարարը, դա ընդունելի կլինի։ Ապրեք, ֆանտաստիկ օրինակ եք բերում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու համար պետք է համապատասխանի կոնկրետ պահանջների, որոնցից մեկ օրինակ ամենապարզ օրինակը բերեմ միայն Հայաստանի քաղաքացի լինելու փաստն է եւ այդ հանգամանքն է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե վաղը պարզվի, որ օրինակ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը, որ ես ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանս հանդիսանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ փաստի բերումով ես ավտոմատ կդադարեմ լինել падգամավոր, վարչապետը ավտոմատ կդադարի լինել վարչապետ։ Չէ, դրանք տարբեր բաների մասին ենք խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, որ կա համապատասխան որոշում, ինչի հիման վրա տվյալ անձը Տեր Արամը այլևս Տեր Արամ չի, Ստեփան Ասատրյանը։ Ես ասում եմ կա համապատասխան փաստ, որի հիման վրա Գարեգին Բ-ն այլևս Գարեգին Բ չի։ Կտրիչ Ներսիսյանն է։ Ո՞րն է այդ փաստը։ Նրա զավակ ունենալու փաստ ուր է հրապարակ օրաթերթը։ Հրապարակ օրաթերթին հարցրեք, հրապարակ օրաթերթը։ Դուք անձնապես ճանաչում եք կաթողիկոսի ձեր ասած զավակին։ Հրապարակ օրաթերթը ես ձեզ վստահեցնում եմ էքսկուրսիա կտանի ձեզ, եթե դուք շատ կամենաք, Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատանքի վայրը կծանոթացնի նրա հետ, նրա գոլեգաների հետ ձեզ կծանոթացնի եւ նման չեք ինձ առաջարկում էքսկուրսիա։ Ես բնավ չեմ ցանկանում թիրախավորել այդ անձին ու բան չունեմ։ Առհասարակ կասկած չունեմ նրա գոյության նկատմամբ, որ գնամ եւ տեսնեմ եւ համոզեմ։ Դուք կարծես թե կասկած ունեք եւ ես ձեզ հորդորում եմ ձեր գործընկերը ընդդիմադիր հրապարակ օրաթերթի գրած հոդվածը վերցրեք։ Իրենցից մեկին խնդրեք, թող ձեզ ուղեկցի։ Ցույց տա Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատավայրը, ցույց տա ինչպես են նրան դիմում առհասարակ գոլեգաները, կոնկրետ որ գոլեգաներն են դրանք։ Ու այդպես շարունակ։ Ու այդ փաստի բերումով արդեն իսկ պնդել, որ կա Գարեգին Բ անունով հոգևորական, չկա նման հոգևորական, կա Կտրիչ Ներսիսյան անունով հոգևորական։ Ալեքսանյան, քանի որ դուք լրատվամիջոցի հրապարակումն եք հղումանում, այդ հրապարակումը եղել է, եթե չեմ սխալվում, 15-16 թվականին, եւ այդ հրապարակումից հետո սելֆի էիք անում կաթողիկոսի հետ, բա եթե այդ հրապարակումը այդպես արժանահավատ էր իշխանության ներկայացուցիչների համար, ինչու եք 6-7 տարի հետո նոր հիշել։ Հրապարակումը ինքնին չէր արժանահավատ, բայց այդ հրապարակումը կարող է եւ ճիշտ դուրս գա, չեք հավատա, բայց հրապարակ օրաթերթը եւս 10 տարվա մեջ գոնե մեկ անգամ ճիշտ հոդված հրապարակում։ Միջոցին ձեր գործունեության մասին ասեք, եթե նման տեղեկություն արդեն կար համացանցում։ Տեղեկությունը շատ բան է, տեղեկության հաստատումը լրիվ այլ բան է։ Տեղեկություն 1000 ու մի բանի մասին կարա լինի, ուրիշ բան է, որ դա ուղղակի օդի մեջ տեղեկություն է, ուրիշ բան է, երբ որ այդ տեղեկությունը հաստատված է։ Այսքան փաստերը ձեռք եք բերել ընդամենը։ Դրա մասին վարչապետը բազմիցս ասել է։ Այդ փաստերը որոնք են, որ նա երեխա ունի, այդ փաստն է ձեր ձեռքի, որ փաստն է հայտնվել ձեր ձեռքի տակ։ Հարգելի գործընկերներ, դրա մասին բազմիցս ասվել է եւ այո, ապացուցվել է հրապարակի հոդված։ Իսկ դուք շարժվում եք հրապարակի հոդվածը։ Չէ, հրապարակի հոդվածով չենք շարժվում, ասում ենք կա տենց հոդված, որի մասին դուք եք տեղյակ վստահ եմ։ Վերջերս էլի նախորդ, եթե չեմ սխալվում, Հովանավանքի պատարակի ժամանակ էր հրապարակ օրաթերթի մեր շատ սիրելի գործընկերը նաև պնդեց, որ թե այդ հոդվածը, թե իրենց կայքում մյուս բոլոր հոդվածները ճշմարիտ են եւ կեղծիք չեն պարունակում։ Իհարկե մնացածի մասով ես այդքան էլ համաձայն չեմ, բայց կոնկրետ այդ մեկի մասով մարդը շարունակում է պնդել այդ 15-16 թվականի բանը, ես կարծում եմ անիմաստ է։ Հիմա վերադառնանք նաև օրերս համալիրի հավաքի, դրա նպատակը ո՞րն էր, ինչ էր ցուցադրում դրանով ԿՊ-ն։ Այս ԿՊ-ն ինչ կապ ունի։ ԿՊ-ն այնքանով կապ ունի, որ դրան մասնակցում են նաև ԿՊ-ականներ, ասում եք ԿՊ-ն ինչ է ցուցադրում դրանով դա ով օրինակ ով մամուլը գրում է ով որ մամուլը այն մամուլը այն որ մամուլը չէ որ 5 հոգու անուն ազգանունը այնտեղ մասնակցել է 7000 հոգի դուք տվեք 5 հոգու անուն ազգանուն
Բայց անուն ազգանունտան, որ իշխանություն թիրախավոր Էտում են թիրախավոր այսքան ժամանակ։ Իսկ եղել է Էտում են թիրախավոր։ Բա դուք ազգանուն չեք ուզում։ Ես ասում եմ։ Ասում դե տվեք, որտեվ ասում եք չկա խնդիր, ես ասում եմ։ Պարտադրված իրենց։ Դե տեսեք, հիմա ոչ ես եմ ընտեղ եղել, ոչ դուք եք ընտեղ եղել, բայց դուք ասում եք կա նման խնդիր, ես ասում եմ չկա նման խնդիր։ Հիմա այս հարցը հանգուցալուծելու համար մեզ պետք է հասկանալ, թե ով է այդ քաղցրահեղը, ում ստիպողաբար տարել են։ Որտեվ դուք ասում եք կա, իհարկե բացառում եմ։ 7000 հոգի շաբաթօրով որոշել էր գալ, հա։ Այո։ Ձեզ թվում է ինչի պետքա չուսանար կար օրինակ։ Դե ազատ ուր Ոչ աշխատել։ Դե դրա համար ամբողջ պետական ապարատը չէր 7000 հոգի էր Ասել են ընդամենը։ միայն մահացածները կարող են չգալ։ Ով էր ասել կներեք։ Մամուլը։ Չէ, բայց Դե կներեք էլի, մամուլը, որին կներեք, բայց այդ նույն մամուլը ես կարծում եմ հենց նմանատիպ հրապարակումներով է, որ իրան արժե զրկում է էլի մեծ հաշվով։ Մի մամուլի հրապարակումին վստահում եք հիմք։ Չեմ վստահում ոչ մի մամուլի հրապարակումի էլ հարգելի գործընկերներ։ Ես հավատում եմ այն հրապարակումներին, որոնք որ հետագայում հաստատվում են փաստերով։ Պարոն Ալեքսանդր, Այսինքն, եթե հիմա ուզում եք որ ասեմ, որ պատից կախված հրացանը տարին 1 կրակում է, այո, պատից կախված հրացանն էլ տարին 1 կրակում է եւ ընդդիմադիր մամուլն էլ երբ որ խմբագիր էր ամեն օր գրում էր օդում կախված լուրերի համաձայն ու նման բաներ էր ասում։ եւ Հիմա նույն օդից կախված լուրերի համաձայն մարդկանց տիպողաբար են բերել։ Ես ասում եմ, ստիպողաբար չեմ բերել, հարկելի գործներ, եթե կա մարդ կախված լուրերը միենակ Նիկոլ Չէ, այս Փաշինյանն Ժողովուրդ ջան, սա շատ վատ ժանր է իրականում, որ գաք ասեք օդում կախված լուրերի համաձայն, ես ասում եմ, չի եղել նման բան։ Հիմա եթե կա փաստ, եկեք այդ փաստի հետևից իրար հետ գնանք ու պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքները, բայց հազար ներողություն, սա ընդդիմադիր ինչ որ հավաք չէր, որ իրանց աշխատողներին ճորտի տեղ դրած բոլոր աշխատողներին իրանց ընտանիքներով ստիպողաբար տանեին լցնեին հրապարակները, հետո գլխականակով հաշվեն։ Հազար ներողություն այս բառերի համար։ կազմակերպչականը ո՞նց է եղել կառավարության աշխատակազմից նախարարություններին Անկեղծ պարոն Կիրակոսյան, ես անկեղծ այդ մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև մեծ հաշվով գործադիրն է կազմակերպել հավաքը, իրանք շատ ավելի լավ կիմանան, թե ինչպես է եղել, ես դա չեմ կարող ասել։ Դեպքում գրություն գնացել է, չէ՞ որ այսպիսի միջոցառում, կարողանա դուք ձեզ ինչպես է տեղեկացվել։ Ես չեմ մասնակցել անկեղծ ասած, բայց վստահաբար գրություն այո եղել։ Օրինակ ազգային ժողովին ինչպես է տեղեկացվել։ Եթե չեմ սխալվում, կոնկրետ համակարգի միջոցով, համակարգային ծանուցման միջոցով, եթե չեմ սխալվում, էլ, եթե հիշողությունը sense չի դավաճանում։ Եվ մարդկանց աչքերին այդ տեսարանը բոլորը զգաստ կանգնած ծափարում էին Նիկոլ Փաշինյանը։ Զգաստ։ Այո։ Ինչով եք պայմանավորում այդ զգաստը, օրինակ ինչի ոնց եք բնութագրում զգաստ կանգնածը։ Չէ, հասկանում եմ, որ դա ավելի հիմա տենց սինեմատիկ տեսք եք փորձում հաղորդել, բայց մարդիկ ուղղակի կանգնած ու զգաստ կանգնածը շատ մարդիկ տեսարանը հիշեցրել է Հյուսեին Կորեա։ Ինչով է հիշեցրել Հյուսեին Կորեան։ Ամբողջ պետական ապարատի զգալի մասը չէ։ Բայց դուք չեք թողում հարցս վերջացնել, մեկ բառ լսում եք եւ սկսում եք այդ Դե որտեվ փորձում եք, Նարեկ ջան, որտեվ ախր փորձում եք բան անել։ Հենց բաներ եք ներկայացնում, որ ոնց որ չգիտեմ իրականության հետ ինչ Դուք այդ աստիճան։ կադրերը չեք նայել։ Նայել եմ։ Դուք այդտեղ որտեղ եք Հյուսեին Կորեա տեսել։ Սա կարող գիտեք Ռոբերտ Քոչյանի նախընտրական հավաքն է կամ չգիտեմ այնտեղ Սերժ Սարգսյանի կուսակցական որտեղ եք Հյուսեին։ Այսինքն երբ որ դուք տեսնում եք մարդիկ դալիճում կանգնում են, դա ավտոմատ ձեր մոտ Հյուսեին Կորեա առաջացնում։ Օրինակ երբ որ դուք խմբագրությունում ինչ որ մի առիթով կանգնում եք, դա Հյուսեին Կորեա ձեզ հուշեցնում դրանից։ Ես ամեն դեպքում Ամեն անգամ հարցի վերաբերյալ փոխել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նարեկ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հավաքը Հյուսիսային Կորեայի հիշեցնում։ Եվ դա ինչով է հիմնավորել։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության չի, Սերժ Սարգսյանի իշխանության չի, դուք եք անդադար իրենց հիշեցնում։ Դե հիմա հարցին պատասխանեք, Հյուսիսային Կորեա, թե Հյուսիսային Կորեա։ Փայլակ ջան, հազար ներողություն, այդ ասում եք իշխանություն չի։ Դե կներեք, ուրեմն մի լուսաբանեք իրանց։ Բա իշխանություն չեն, բայց եք ամեն անգամ երբ որ մի առիթով հավաքում են, ասենց միկրոֆոններով, բաներով հավաքների ժամանակ շուրջօրյա ռեժիմով գնում լուսաբանել։ Բա կներեք, էլի հազար ներողություն, Ժորժ ջան, ասում եք մի հիշատակեք իրանց։ Չէ, որովհետեւ Բա խորհրդարանական ընդդիմությունն են, բա ում լուսաբանում է, բա հղում անը։ Բա խորհրդարանական քաղաքական դաշտից պետք է իրաց դուրս նետել։ Իհարկե պետք է նետել։ Բա սենց են նետում։ Բա սենց են նետում։ Հենց սենց խոսքով են նետում։ Այո։ Հասարակության ամենամեծն իրաց Չէ, ձեզ թվում է, որ օրինակ ես Ռոբերտ Քոչյանի մասին խոսում եմ, դա նա դրանից շահում է։ Իհարկե։
որովհետև անդադ Ես այս հարցը ձեզ կտամ այն ժամանակ, երբ որ դուք էլ Նյուզեումում չաշխատեք Ռուզաննա ջան, ու վստահ եմ, այդ ձեր պատասխանը այդ ժամանակ շատ ավելի ազնիվ կլինի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ չկա իշխանության մոտ անձի այսպես պաշտամունքի դրսևորումներ։ Նիկոլ Որտեղ է Փաշինյանը այդ պաշտամունքը դրսևորվում։ Թույլ տվեք վերջացնել։ Նիկոլ Փաշինյանին տեսնում են, թե չէ, սկսում են ծափ տալ։ Դա ինչով է պայմանավորված։ Եկեղեցի է մտնում, ծափ են տալիս, համալիրում հավաքվում են պետական կառույցների ներկայացուցիչների համաժողովին, պետական աշխատողներից ընդամենը մի հոգու են բոլորը ծափահարում, դա ինչով է պայմանավորված։ Ազգային ժողովում սուր ելույթ անում ընդդիմադիրներին բան ասում, պատգամավորներն են սկսում ծափ տալ, դա ինչով։ Ես վստահ եմ ծափահարությունների մասին ձեր այս թեզը շատ դուր կգար հատկապես բրիտանական պարլամենտի անդամներին, ովքեր ձեզ երկար դասախոսությամբ կներկայացնեին, թե ծափահարությունները, բացականչությունները ու վանկարկությունները առհասարակ քաղաքական դաշտում ինչ դեր ունեն եւ ինչ ունեն, ու օրինակ փորձեիք բացատրել բրիտանացիներին, որ օրինակ երբ որ չգիտեմ ընդդիմադիր պատգամավորները ծափ են տալիս ընդդիմության առաջնորդին, դա է անձի պաշտամունք, չգիտեմ այնտեղ, երբ որ իշխանական պատգամավորները ծափ են տալիս վարչապետին, դա է անձի պաշտամունքի դրսևորում, ես վստահ եմ ձեր այս թեզը շատ մեծ արձագանք կստանար Բրիտանիայում, օրինակ։ Որ դուք ծափահարում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում սուր ելույթ անում ընդդիմադիրներին ուղղացին, չեք դուք ծափահարում։ Քաղաքական հավանության նշանը շատ ընդունված, շատ զարգացած ժողովրդավարական պետություններում ի դեպ։ Այսինքն այստեղ հարցը պրիզմայից է, եթե դուք նայում եք Հյուսիսային Կորեայի ակնոցներով, դա ուրիշ բան է, եթե նայում եք ժողովրդավարական ակնոցներով, դա լրիվ ուրիշ բան է, ձեզնից է գալիս, էլի, նկատեմ դիտողից ոչ թե հենց անձամբ ձեզնից, այլ դիտողի ընկալման պրիզմայից է գալիս։ Ծափը, ծափահարությունները ինքնին ժողովրդավարական, շատ նորմալ երևույթ են որպես այդպես։ Դուք որ թույլ տայք ես իմ հարցերը ամբողջությամբ ասեի, ասեք, որ դա ընդդիմության գնահատականներն եմ ձեզ փոխանցում, գոնե հիմա հեռուստադիտողի համար նշեմ, որ դա ընդդիմության գնահատականներ, եւ պարոն Ալեքսանյան, մեկ այլ հարց է, ինչպես է ստացվում, որ այս եկեղեցականների հետ կապված այդ տեղեկությունները առաջինը իշխանական կամ իշխանամերձ լրատվական հարթակներն են փոխանցում, ինչպես օրինակ տեսանք երեկոյան մի դիմում տարածվեց, որտեղ մի շարք բարձրաստիճան հոգևորականներ դիմում են ամենայն հայոց կաթողիկոսին եւ առաջարկում են, որ Արշակ Սրբազանի պաշտոնավարումը, եթե կարելի է այդպես ասել, պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել, մինչեւ տեսնեն ինչ է լինում, սա ինչպես կմեկնաբանեք, ոչ թե որ դիմել են, կամ բացի այդ որ դիմել են, դա ինչպես կմեկնաբանեք եւ այն որ առաջին իշխանական այդ իշխանության հետ փոխկապակցված հարթակներ։ Իհարկե գործընկերներ, ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցիներում հոգևորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա, մի քանի քահանա վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով, ու լրիվ ակնհայտ է, որ Կտրիշ Ներսիսյանը, դե ժողովուրդ ջան, մենք այստեղ շատ նորմալ իրար չընդհատելով զրուցում ենք, խնդրում ենք եկեք այդ ակնհայտ է նրանով, որ ընդդիմադիր մամուլը ստիպված է լինում օրը մի քահանայի, օրը մի թեմի առաջնորդի թիրախավորել, վիրավորել, այսպես շարունակ, ասենք, ակնհայտ է այդ դինամիկան, լրիվ ակնհայտ է, գերակը, բայց վերադառնամ ձեր հարցին, ոնց է ստացվում, որ իմ համար նաև ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են Կտրիշ Ներսիսյանի կողմից դրված, ու իրենց համար իմ կարծիքն եմ ասում, ինչ որ կասեմ, իմ կարծիքով իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց պիտի լուծեն կամ ուզում են լուծեն, ու դրա համար ավելի վստահելի են տեսնում գուցե եւ իշխանական մամուլին։ Սլիվ են անում մայրաթորից։ Չեմ կարող ասել սլիվ են անում, ինչ են անում, բայց կարող եմ ասել, որ պարբերաբար, օրինակ, չգիտեմ, մենք էլ պարբերաբար նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում, եթե հանկարծ ձեր համար նորություն կլինի, էլի, շատ տարբեր մարդկանցից, որոնք դեռ այս պահի դրությամբ ոչ մի հանրային ակտիվություն չեն ցուցաբերել, բայց այդ ամեն ինչը լրիվ բերում ու հանգեցնում է այն մտքին, նորից եմ ասում, որ ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցականների բացարձակ մեծամասնությունը ուղղակի կիսում է այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը։ Դա հապաղում է ինչով է պայմանավորված, ինչով գլխավոր հարցը հենց այս պահին արագ չեք լուծում։ Այսինքն գնաք հոգևոր հավաքան եք Էջմիածն, որ Փաշինյանն ասել է։ Հատկապես որ նոր լիցքներ ստացում։ Այո, վաղաշաբաթին։ Ժողովուրդ ջան, երբ որ լինելու լինի, դա կլինի։ Չէ, ժամկետները խախտվել։ Դե խախտվելա ոչինչ։ Վստահ եմ, թե
հավատավոր քաղաքացիները եւ թե եկեղեցական մեծամասնությունը Ամուսնություն է Մայրաթորի դեմ հանրահավաքային։ Բայց Մայրաթորի դեմ շարքել գործընկերներ։ Մայրաթորի համար է։ Ես այդ ձևակերպումը չեմ հասկանում Մայրաթորի դեմ։ Սա հենց այդ այն հակաեկեղեցական արշավի դեմ է, որը ծավալվում է անդիմադիր շրջանակների կողմից։ Եվ հետեւաբար հանուն եկեղեցու ու հանուն Մայրաթորի։ Իսկ այդ հանրահավաքին գնալեք, ինչպես ասեք, եկել են հանուն Մայրաթորի պաշտպանության։ Այդ կտեղ ձեր համար ի՞նչն է նորություն։ Այսինքն ես հասկանում եմ իհարկե որ գայթակղությունը շատ բան է հիմա կոնկրետ թեզ է գնում կարմիր թելով դա ուղիղ չի բարձրաձայնվում բայց կոնկրետ թելը գնում է հետեւյալը որ հայ առաքելական եկեղեցին դա Կտրիչ Ներսիսյանն է ես այդ թեզը չեմ կիսում ոչ մեկ այդ թեզը նու բացարձակ մեծամասնությունը թե քաղաքացիների հիմա վեհապարը չի կարող իրեն համարել չի կարող չի կարող ինչու ինչպես է սա մի դեպքում կառավարությունը Նիկոլ Փաշինյանը համատեսությամբ եւ կառավարությունը լինի եւ Մայրաթորը հարգելի գործընկերներ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետն է, որը ի դեպ էլի վերընտրվելու հայտ է ներկայացնելու 2026 թվականի ընտրություններում։ Եվ քաղաքացիները այդ գնահատականը թե արտահայտությունների, թե կատարած աշխատանքի մասով կարող են տալ շատ բարձր ու թափանցիկ եղանակով գնալով ընտրատեղամաս վերցնելով բյուլետենը ու դնելով արկղի մեջ։ Այդքան մի բան։ Բայց Կտրիչ Ներսիսյանի պարագայում այդ գնահատականը տալու մեխանիզմը որպես այդպեսին չկա։ Ու քանի որ չկա, արդեն տեղի ունենում այն ինչ որ տեղի ունենում հիմա, որովհետև փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Կտրիչ Ներսիսյանը իրավունք չունի լինել այնտեղ, որտեղ որ է, եւ այդ հարցը պետք է հանգուցալուծել։ Հիմա կարող ենք ենթադրել, որ այսպես ասած ճակերտավոր բանակ է հավաքվում նաեւ հոգեվորականներից, որպեսզի իրենք հենց գնան եւ պահանջեն կաթողիկոսի հեռացումը։ Եվ այս դեպքում, եթե անգամ այդպես լինի, մեծ թվով հոգեվորականներ նաեւ կաթողիկոսին են պաշտպանում եւ ասում են նա ամենայն հայոց կաթողիկոսն է եւ որտեղ է լինի նա շարունակելու է մնալ կաթողիկոս։ Այս դեպքում այս խնդիրը ինչպես է լուծվելու։ Ասում են, այո, նույնիսկ բանտում նա կաթողիկոս է լինելու։ Հարգելի գործընկերներ, հիմա ովքեր որ գտնում են, որ հանգամանքների բերումով կարգալույց Կտրիչ Ներսիսյանը կարող է լինել կաթողիկոս, թող իրենց համար նոր եկեղեցի ստեղծեն, որտեղ Կտրիչ Ներսիսյանը կլինի կաթողիկոս։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքերի համաձայն Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս լինել չի կարող։ Ինչով, ինչ գրքերով չի կարող լինել։ Ինչ մեկ, ուղղակի որ դուք ասում եք կարգալույց է, դրանով կարգալույց են ալինում։ Նկատի ունեմ ընդհանուր իշխանություն։ Ես անկեղծ ամեն անգամ ապշում եմ, թե ինչքան կարելի ամեն անգամ զարմանալ, երբ որ առաջիկայում պետք է լսել, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ այդ փաստի բերումով։ Գուցե հավաստիացումներ ներկայացնեք, որ Այսինքն ուզում եք այդ դստեր անունը ներկայացվի, ազգանունը ներկայացվի, ինչը նկարը ներկայացվի, ինչը ներկայացվի, ասենք ինչը ձեզ համար կլինի համոզիչ։ Մի հատ ինձ ասեք, իշխանության ձեռքի տակ ինչ ապացույց կա այս պահին։ ամբողջական ապացույց կա, անհերքելի ապացույցներ կան։ Բայց դուք կոնկրետ ինչն եք ուզում։ ԴՆԹ անալիզի արդյունքներ ունեք։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց դուք ինչ ապացույց կհամարեք ձեզ համար բավարար։ Խնդրում եմ ասեք, ԴՆԹ-ն կհամարեք բավարար ձեզ համար։ Ունեք բայց։ Չէ, ասում դուք կհամարեք բավարար, թե չէ, հարցը ես էի սկզբանը տվել, որ ապացույցը ձեզ համար կհամարեք։ Ես եմ տալիս, դուք պատասխանել եք բանը։ Չէ, բայց ձեր հարցին պատասխանելու համար ինձ պետք է իմանալ, թե որ ապացույցն է ձեր համար համարվում բավարար։ Եւ որն է դա։ Դուք գուցե ամբողջ ապացույցների փաթեթը, եթե իսկապես Չէ, այսինքն հիմա ուզում եք այդ մարդուն թիրախավորենք։ Չէ։ Այդ մարդու անուն, ազգանուն, հայրանուն, այդ մնացածը հրապարակելը, այդ մարդու թիրախավորում ալնելու։ Դա եք ուզում, հարգելի գործընկերներ։ Եթե դա եք ուզում, դա պետք է քննարկել, որտեղ իմ կարծիքով օրինակ դա սխալ է անելու։ Պետք չի, որտեղ այդ մարդը ոչ մի մեղք չունի բացարձակ։ Բայց տեսեք, այս կանես 6 ամիս կլինի արդեն կես տարի մայիսից, հա, որ այս գործողությունը Նիկոլ Փաշինյանը սկսել է 3 հոգևորական, 3 քահանա եւ 2 եպիսկոպոս, թե մի առաջնորդ դնել ոչ ամբողջությամբ միացել են ձեզ։ Այս տեմպերով ուր եք ուզում հասնել, պարոն Ալեքսանյան։ Պարզա, ովքեր որ հրապարակային են միացել, հրապարակային են միացնել, տակից չէ, ես ձեզ վստահեցնում եմ, որ դեռևս ոչ հրապարակային, բայց իրենց աջակցությունը հայտնած հոգևորականների թիվը բազմապատիկ անգամ ավել է, նաև բազմապատիկ անգամ ավել է այն հոգևորականներից, որոնք ենթադրաբար պատրաստ են Կտրիչ Ներսիսյանի հետ կիսել հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալող նրա շարժման մասնակիցը լինելու այդ բեռը,
ու սա լրիվ տեսանելի է։ Իսկ այն հանձնաժողովը ինչ եղավ, Նիկոլ Փաշինյանը մեյլ էր տվել, ասում էր ուղարկեք, եթե մի անգամ Եթե չեմ սխալվում կա, եթե չեմ սխալվում կա, բայց կարող եք վարչապետին կամ իր խոսնակին դրա մասին հարցնել, վստահաբար առիթներ շատ եք ունենում։